Նախ խորհուրդ քաղաքական մեծամասնությանը։ Սրանից հետո օգոստոսի 8-ի վարդագույն այդ բանը ներկայացնելուց առաջ սպասեք անամփեր։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից աղաչում էր, ասում է Ալիևը վերջապես ուզում հասկանամ այդ միջանց բանը, որ ասում է ինչի նկատի ունի, մինչև դրա պատասխանը չստանաք, մեր ժողովրդին խնդրում եմ չմոլորեցնեք, որ ամեն ինչ լավ է եւ հաճելի է։ Երկրորդը կյանքում ամեն ինչ կպատկերացնեի, բայց որ Հիտլերի ֆաշիստական, այլատյապ, ցեղասպան, այն դոկտրինը, որի հիման վրա ֆաշիստական Գերմանիայում միլիոնավոր հրեաներ կոտորվեցին, համարել գեղարվեստական գրական ստեղծագործություն, այդ մեկը չէի պատկերացնի։ Եվ նույնիսկ հասնում ենք այնտեղ, որպեսզի փորձենք խուսանավել մի օրենսդրական նախաձեռնությունից, որը ընդդիմությունը բերել է։ Եվ պատահաբար չի, որ ես ասում եմ Մայն Կամփի մասին, պաշտոնապես գրախանութում, պաշտոնական տպարանով տպած, եթե դա հանդուրժվում է, նշանակում է փոխնախարարի ներկայացած քրեական օրենսգիր, կես-ինչ օրենսգիր եղած բոլոր դրույթները այս երկրում չեն գործում։ Եվ դրա համար հստակեցումներ են պետք, որպեսզի հնարավոր լինի մարդատյացության, ցեղասպանության կանխարգելման, դրա արծարծման, դրա արդարացման բացառման հարցը։ Ինչ վերաբերում է կառավարությունը շատ է սիրում Դողոփերինչեքի Եվրադատարանի որոշումը։ Այստեղ լավ է, երկու արևելագետ նստած են թուրքագետ Մխիթար Հայրապետյանը եւ Տրթատը։ Ժամով կարող եմ խոսել Դողոփերինչեքի հետ կապված։ Դողոփերինչեկը ոչ թե կարծիք արտահայտում, իր ամբողջ գիտակից կյանքը գործել է եւ հիմա էլ գործում է ալիատացության սկզբունքի վրա, որի համար բազմաթիվ անգամներ դատվել է, որի համար բազմաթիվ անգամներ հետապնդման է։ Ժամով կարող եմ խոսել Դողոփերինչեկի եւ իր իշի պարտիզի մասին, բայց տեղը չի։ Ինչի է այս նախագիծը, սիրելի հայրենակիցներ, հիմա կարող է հարց լինի, լավ, այս նեղ մաջալին, որովհետեւ աչքը տեսածից է վախենում։ Այն ինչ որ չէին կարող պատկերացնել մի քանի տարի առաջ, որ ապրիլ 24-յան ուղերձում կամ դրանից առաջ տարբեր համաժողովներում այն կասկածի որդը, թե ինչու եղավ հայոց ցեղասպանություն, այսօր չոքել է մեր դռանը։ Չէին կարող պատկերացնել, որ արտաքին գործերի նախարարության ցեղասպանության հետ կապված միջազգային համաժողովներում այլևս հայոց ցեղասպանությունը դեն է նետվելու օրակարգից։ Այդ ամենը չէին կարող պատկերացնել։ Ու կրկնում եմ, աչքը տեսածից է վախենում։ Դրա համար փորձում է այդ աչքի տեսածը կանխարգելել հետագա սերունդների համար։